Իրավապահները թերացել են ոստիկանապետին, ներքին գործերի նախարարին, դատախազին, տեսա ոնց որ կիլերի մատնահետք չէ։ Չեմ կարծում, որ կբացահայտվի այս գործը։ Հյուպատոսարան ա եղել, թե բանա փայտի տնակ ա եղել։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Մարինե Պողոսյանին։ Տիկին Պողոսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, ինչպես արդեն գիտենք, սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցներ տեղի ունեցան, ինչի հետևանքով սպանվեց Վալոդիա Գրիգորյանը, Փարաքարի համայնքապետը եւ նրա հետ եւս մեկ ոստիկան կար, Կարեն Աբրահամյանը, կա նաեւ մեկ վիրավոր։ Կխնդրեմ այս դեպքին անդրադառնալ, քանի որ առ այս պահ չկա որևէ ձերբակալված եւ որևէ կասկածյալ չկա, եւ նաեւ ձեր գնահատականը, որպես իրավապաշտպանի, շատերը գտնում են, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ մի մասն էլ նշում է, որ վենդետա է տեղի ունեցել։ Խնդրեմ ձեր գնահատականը։ Նախ իրականում շատ ցավում եմ եւ ցավակցում եմ Վալոդիա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի ընտանիքին, շատ ուրախ եմ, որ երրորդ անձը, երրորդ հայը Արծրում Գալստյանի, թե չեմ սխալվում, կոմայից դուրս է եկել, արդեն մեծ բան է, բայց գիտեք, ես ուզում եմ զերծ մնամ վարկածներից, որտեղ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, վարկածները դա իրավապահ համակարգի գործն է եւ կարծում եմ, որ այստեղ իրավապահները թերացել են, որովհետեւ եթե նույնիսկ երկու վարկածն էլ վերցնենք, վենդետա, մենք բոլորս տեղյակ ենք, որ Հայաստանում շատ հաճախ է լինում այդ վենդետաները, Արագածոտնի մարզում աշտարակում տարիներ տևող վենդետա կար, տարիներ առաջ երկու ընտանիքներ իրար ոչնչացնում են եւ ոչ մենակ այդտեղ։ Սա իրավապահ համակարգը պետք է լինի, բայց սա եթե վենդետա է եղել, իսկ եթե քաղաքական մոտիվներով է, դա իրականում սրիկայություն է եւ մի բան էլ վստահաբար ասեմ, ես շատ կուզենամ, որ սխալվեմ, բայց վստահ եմ, որ որևէ մեկը սրա համար չի պատժվելու եւ չի հայտնաբերվելու։ Ինչու՞։ Որովհետև նման հանցագործությունները շատ քիչ են բացահայտվում եւ հայտնաբերվում, շատ քիչ։ Էլ եմ ասում, շատ կուզենամ, որ սխալվեմ, մեր հետևորդները ասեն, տեսակ, դուք սխալ եք եւ այլն եւ այլն եւ այլն։ Կամ չեմ բացառում, որ ոչ իրական հանցագործը բացահայտվի, ինչ որ մեկի մեղքը իր վրա վերցնի։ Ամեն դեպքում ասեմ, որ ապրելը շատ վտանգավոր է դարձել մեր համար։ Եվ ամեն հայ կորուստ իմ համար իրականում շատ ծանր է։ Ես Վալոդիա Գրիգորյանին երբևէ չեմ ճանաչել, ուղղակի իմացել եմ, որ ընտրություններում հաղթանակ տարավ եւ այդ հաղթանակը տարավ շատ դժվարություններով։ Եվ եթե սա քաղաքական ենթատեքստ ունի, սա ուրեմն վերջնական խայտառակություն է, որովհետև եթե քաղաքական ենթատեքստ կա, սա նշանակում է, որ քաղաքական պայքարն արդեն ավարտվել է, չսկսված ավարտվել է, եթե ոչ յուրայիններին պետք է վերացնել։ Շատ կուզենամ հավատամ, որ այդպես չի, բայց մյուս կողմից էլ իմ համար անհասկանալի է իրավապահ համակարգի ընդհանրապես գործունեությունը, որովհետև մի ստից բանի համար 14 հատ կամերա կարող է հանեն, թե ով գնաց, ուր գնաց, ինչ արեց, եւ ի վերջո դեպքը չի եղել շատ ուշ գիշերով, այսինքն եղել է գիշերվա 12-ին մոտ, հա, ոնց որ այդ մի քանի րոպե պակաս։ Եվ այդ երկու անձնավորությունները եւս սա խայտառակություն է, իմ համար մինչեւ հիմա անհասկանալի է մի կիլերի կողմից 3 հոգու մի քիչ չեմ կարողանում պատկերացնել եւ իմ համար անհասկանալի է այդ առանձնակի դաժանությունը, որ եղել է, որտեղ սա ոնց որ կիլերի մատնահետք չլինի էլի կամ հետագից չլինի, որտեղ կիլերը անէմոցիա մարդ է, որը գնում է սպանում է, իր գործը անում է, բայց ես ոնց լրահոսից տեղեկացա, զենքով հետո հարվածել է, հետո հետ է եկել, սա, չգիտեմ, իմ համար սա խայտառակություն է, այսինքն մենք այսօր մահվանը սկսել ենք սենց
Իցեւի սովորական վերաբերվել, իսկ թվում է պատերազմից հետո սենց մենք սկսեցինք սովորել, որ մարդիկ սենց մահանում են ու անպատիժ։ Ես ուզում եմ հասկանամ, բոլորը գիտեին այդ համայնքում ինչ ընդզումներ կա եւ այդ պարտված ուժը ոնց չի հանդուրժում Վալոդիա Գրիգորյանին։ Այսինքն, ես համայնքում պետք է ուժեղացված ծառայություն լիներ, որովհետև պետական այրի պաշտպանությունն է, մարդը համայնքապետեր եւ այլն, պաշտպանությունը եւս շատ կարեւոր է։ Մի հատ տեսնում ես 1000 ներողություն բառերս համար, մի հատ մայկատրուսիկ վաճառողի հետևից 15-ը ախրանա է պատտվում։ Բայց իմանալով, որ խնդրահարույց տարածք կա, որ այդ ընտրությունները, այդ երկու վարկածներ ընտրությունները չի ներվել մեկ, կա վենդետալը ամիսներ առաջվանից տենց խնդիր կա երկուս, որի ժամանակ իդեպ Վալոդիա Գրիգորյանի կողմնակիցներին ձերբակալեցին այդ առաջի դեպքի ժամանակ, բայց ինչի տեղ ուժեղացված ծառայություն չի, կամ չգիտեմ, կամ այդ կամերաներով ես չեմ պատկերացնում, որ տենց կիլերները վխտում են քաղաքում, սա շատ, երկրորդը էլ եմ ասում, երեխաներ 4 երեխա, երիտասարդ ու բոլորը շատ գովում էին իրան, էլ եմ ասում, չեմ ճանաչում, թե Վարշավիրանոցում չէ, միշտ տենց տեղերա խոսակցություն լինում, այսօր ասում են վայ այնքան լավներ, թե տաքսիի մեջ, մարդիկ, որոնք ճանաչել են, որոնք այդ նույն համայնքից են եղել, լավ ինչքան կարելի է, թշնամին մեզ սպանում է, հիմա էլ մենք իրար մեջ չեմ կարծում, որ կբացահայտվի այս գործը։ Տիկին Պողոսյան, գնահատեցիք իրավիճակը, որ խայտարակություն է տեղի ունեցել եւ Հայաստանում էլ այդ դեպքերը սկսել են աճել ու նաեւ նշեցիք, որ բարձի թողի վիճակ է եղել, ինչից էլ այս պատկերը մենք ունեցանք։ Հիմա իրավապահ համակարգից որևէ մեկը կարծես թե չի ցանկանում հրաժարական տալ։ Ինչ եք կարծում, արդյոք պետք է հրաժարականներ լինեն եւ միանշանակ ես այսօրվա դրությամբ կարծում եմ, որ իրավապահ համակարգում գիտեք ինչ, եթե դու վերցնում ես մի գործ, որը դու չես կարողանում անել, եթե դա քո տանն է, քո խոհանոցն է, դա քո խնդիրն է, բայց երբ որ դա երկրի ու քաղաքացու անվտանգությանն է վերաբերվում, վխտում են պարեկները, վխտում։ Այս երկու օրվա մեջ չգիտեմ հատուկ հրահանգստացել թե ինչ, ինձ րոպեն մեկ կանասնում, վխտում են պարեկները։ Հիմա ես դեմ եմ խախտումներին, հա, նույնիսկ ավտոմեքենայի, բայց որն է ավելի կարևոր պարեկների վխտալը, անիմաստ, հեռախոսով ես խոսում, եթե հեռախոս չի գոտի, եթե գոտի չի էսա, եթե ինչ են, այսինքն սրանց անգրագիտության վխտալը, թե մարդու կյանքը եւ առողջությունը, ցանկացած իրավապահ համակարգի ղեկավար պետք է պաշտպանի սահմանադրությամբ մեր ամրագրված ապրելու իրավունքը, իսկ ինչ են անում իրանք, ոչինչ, կենդանի են տանջում, ոստիկանները չեն տեսնում, կիլերա գնում չեն տեսնում, ես եթե լինեի երկրի վարչապետ, քանի որ մեր մոտ SMS ուղարկելը շատ ընդունված է, ասենք ես էլ իմ հեռախոսը կլցնեի WhatsApp-ով այսօր առնվազն 10 SMS կուղարկեի։ Ում? Ոստիկանապետին, ներքին գործերի նախարարին, դատախազին, շրջանի դատախազին, շրջանի ոստիկանապետին հետ, որովհետև մենք մեր կյանքը, մենք հարկեր ենք վճարում, որ իրանք մեր անվտանգ ապրելու իրավունքի գրավականն են, մեր ապրելու կյանքի իրավունքի։ Եվ գիտեք ինչն է զարմանալի, որ այս ժողովրդավարության բաստիոնում այսօր հասարակական կազմակերպությունները, որոնք առաջ մեկը գնում պարկում էր ասֆալտին, մեկը չգիտեմ, բացառապես լուր են, այսինքն, եթե Վալոդիա Գրիգորյանի մասին խոսալու համար գրանտ չկա, որոնք պետք է լռել Փարաքյալի դեպքերի, հասկանում եք, պետք ուրիշ ժամանակ կգնային կհավաքվեին ոստիկանության մոտ, ներքին գործերի նախարարության մոտ, ես չեմ ճանաչում նախարարին, ես ոչինչ չունեմ ասելու, ես լոկ որպես պաշտոն գտնում, եթե մարդը չի կարող գործառույթը իրականացնի, ինչ պատճառներով, եւ դա ամոթ չի, դա անարգանքի սյունին գամել չի, ես լինեի, ես կամովի հրաժարական կտայի, բայց պաշտոնը երևի քաղցր բան է եւ
շուտով 26 թվին ընտրությունները յուրայիններով պետք է գնան ընտրության։ Տիկին Պողոսյան, կցանկանան նաև անդրադառնանք նույն օրը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգից մենք տեղեկացանք, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում դեռևս անհասկանալի պայմաններում մահացել է մեր ազգագիցը Բորիս Ավագյանը։ Կխնդրեմ նաև այս դեպքին էլ անդրադառնալ որպես իրավապաշտպանի, նշեմ նաև, որ նախնական վարկածով նշում են, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, դուք որպես իրավապաշտպանի ինչ կասեք։ Ասեմ, սա ուղղակի նույն օրն էր, չեմ կարող ասել, թե որն ավելի խայտառակություն։ Ես կարծում եմ, միգուցե, չգիտեմ, միգուցե միջազգային լրահոսն է պետք ուսումնասիրել, հասկանալ, որ երկրում հետամնաց, ամենահետամնաց երկրում, հյուպատոսարանում, հյուպատոսությունում, կարող է մարդ ինքնասպան լինի կամ սպանվի կամ ինչ-որ մի բան, սա խայտառակության վերջն է։ Ես Բորիս Ավագյանին չեմ ճանաչում, բայց քանի որ շատ լուրջ զբաղվում եմ Արցախի ներդրումային հիմնադրամով եւ Արցախի թալանով, այդ թվում նաեւ Արցախի նախագահների հատուկ հանձնարարություններով անձանց, որոնցից մեկը եղել է Բորիս Ավագյան, ես էլ Կոմիտաս Կարապետյանին զգուշացնենք, ինքն էլ շատ զգուշ լինի, ինքն էլ նա եղել է Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով հանձնակատարն է եղել։ Այս մարդիկ յուրային չունեն, ի վերջո շատերին վերացնելու են, որովհետև այդ հատուկ հանձնարարությունները, երևի շատ հատուկ հանձնարարություններ ա եղել, մի օր բերանները բացելու են, եւ այն համար շատ ցավալի էր, իր ընտանիքին էլ եմ ցավակցում, անկախ այն հանգամանքից, որ մոտորերս ավելի մանրակրկիտ Արցախի ներդրումային հիմնադրամից յուրացրած գումարների մասին կխոսեմ հանգուցալի, բայց նայեք ստեղ սա աբսուրդի ժանրից է ուղղակի, որովհետև դրա առաջի գիշերը իմ Facebook-յան էջում վերից այդ Բորիս Ավագյանի ոնց ասեմ, խնդրանքը, որպեսզի իրան արտահանձնեն Հայաստան։ Իմ համար շատ տարօրինակ էր, որ Սանկտ Պետերբուրգում, ասենք, Նորշենի դատարանից չի փախել էլի կամ Հադրութի Սանկտ Պետերբուրգի դատարանից մարդը ոնց է փախուստի դիմում, հետո հայտնվում է հյուպատոսարանում, ասենք հյուպատոսարան ամեն մեկս չի էլի, որ հիմա եկեք վաղվանից փորձեք իրար հետ գնանք, սկսենք հյուպատոսարաններ մտնել, 10 ձևի ստուգում են ստեղ, Սանկտ Պետերբուրգում առավել ևս ստուգում են, այսինքն ինքը դանակ իր հետ չէր կարող անցկացնել, որ այդ ինքը դանակով ինքը իր վիզը կտրեր կամ, չգիտեմ, ինքը իրան վնասեր, իբրև ինքնասպան լիներ, դա մեկ։ Երկրորդը, մարդը, քանի որ քրեական հետապնդման տակ ա եղել եւ հայտնվել է հյուպատոսարանում, ուրեմն պետք է ինչ-որ մարդիկ իր պաշտպանությունը եւ պահպանությունը իրականացնել, ըստ էության ինքը արդեն քրեական հետապնդման տակ ա եղել, դա էլ պետք է մի հատ հարց տալ։ Արդյոք քրեական հետապնդման տակ եղած մարդը կարող էր գիշերը մնալ հյուպատոսարանում։ Իմ համար սա աբսուրդի ժանրից է, հասկանում եք, աբսուրդի ժանրից է։ Եթե մնացել է, ուրեմն հյուպատոսարանը բնականաբար ունի պահակակետ, ունի զինված մարդիկ, հա? Այսինքն, եթե ինքը գիշերը մնացել է, կամ ինքը շատ տարօրինակ հյուպատոսարանից ինտերվյուներ էր տալիս, բնակ ես հիմա ուզում առաջարկեմ, գնանք Չեխիայի դեսպանատուն կամ, չգիտեմ, Լեհաստանի դեսպանատուն, Ամերիկայի դեսպանատուն փորձենք դանակով մտնել, հետո սկսենք ընդեղից ինտերվյուներ տալ, հետո մեկ էլ զուգարանում, Իսկ այդ հյուպատոսարանը եղել, թե որում 1 ժամ սպանված վիճակում մնացել է։ Իսկ դա հյուպատոսարանը եղել, թե բանը փայտի տնակ ա եղել։ Ես չգիտեմ նույնիսկ հյուպատոսնով է։ Ավելավա հյուպատոսը ես չգիտեմ, կարող է նույն դանակով հյուպատոսն է իրան այսօր վիզը կտրի։ Խայտառակություն է սա։ Այն ինչ որ վերաբերում է մեր արտգործնախարարության, սա առաջի խայտառակությունը չի, չէ, մի ամիս առաջ են հյուպատոսը թշնամու հետ սիլիբիլի անելով վերջում վերցեցին, կալանավորեցին։ Մենք ընդհանրապես ածում ունենք,
արտգործ նախարարություն ունենք, այսինքն այդ ինչ հյուպատոսանդ է, որ տենց ազատ ելումուտ է։ Ես ինձ ձեր մոտ եկել եմ ժողովուրդ օրաթերթ, կասկածում եմ, որ ես հիմա կարողան այստեղ դանակ բերեի, կամ ես ժողովուրդ օրաթերթի տարածքում սենց հեռախոսս վերցնեմ, ինքս իմ համար ուղիղ եթերներ մտնեմ։ Սա խայտառակության գագաթնակետն է եւ չեմ հավատում, որ այդ մարդը ինքնասպան է եղել, ասեմ ինչի, որտեվ իր կենսագրությունը իմանալով եւ այլն, իր սերը մեր ներկա իշխանությունների վերաբերալ իմանալով, իր կապերը, արդիկի ինչ քաղաքապետ էր, փոխքաղաքապետ էր ինքը աշխատել, փողի նկատմամբ ուղղակի չեմ ուզում հանգուցալի հետևից բան ասեմ, բայց կան ճշմարտություններ էլի։ Նա գումարի համար Այստեղ գումարի խնդիր էր 4 միլիարդ ռուբլու, ընդհանրապես այդ իրան մեր համար է մեծ գումար։ Այդ 4 միլիարդ ռուբլին ինքը այդ ուղիղ եթերով կարող էր դիմել մյուս հանձնակատարին, որը դրանից ավել գումար Արցախից թալանը բերել է, Կոմիտաս Կարապետյանն ասենք զանգեր, խնդրեր, այն մեկին Արման Հակոբյանյանին, բան հավաքեն այդ գումարը տային մաքսատուրքի պրծնեին, իրանց համար այդ 4 միլիարդ ռուբլին փող չի, Արման Հակոբյանը մենակը կարար այդ փողը փակեր։ Բայց Տիկին Պողոսյան, ինչու պիտի Բորիս Ավագյանին, այսպես ասած, շարքից հանային, պատճառը ո՞ր։ Էլ եմ ասում, ինքը եղել է, եթե չեմ սխալվում, ինքը Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչներ Սանկտ Պետերբուրգում։ Ես սկզբից ասեցի, բոլոր հատուկ հանձնարարություններով այդ հանձնակատարները թող հիմա շատ զգուշ լինեն, որովհետև շատ բան գիտեմ եւ երևի իրանք հետ ձեռք չեն տալիս։ Ես չգիտեմ, ես գործի մանրուքներ չգիտեմ, չեմ ուզում սխալ ինֆորմացիա հիմա տամ, բայց դա իմ դիրքորոշումն է եւ ես ցավում եմ, որ մեր իրավապահ համակարգը այնքան վատ է աշխատում, ոչ միայն Վալոդիա Գրիգորյանի գործով կանխարգելիչ, հա, միջոցառումներ կարող էին անել, կանխարգելիչ միջոցառումներ, որտեղ ոստիկանը մենակ բռնելու համար չի, կանխարգելու համար էլ է, բայց այս դեպքում մեր իրավապահ համակարգը այնքան վատ աշխատել, որ մեր երկրի քաղաքացիներին, իդեպ Արցախն էլ եմ ես միշտ համարել մերը, 1.5-ին դատում են Բաքվի դատարանում, սրան էլ դատում են Սանկտ Պետերբուրգում, հանցագործային, իրանք պետքա դատվեն մեր երկրում։ Այդ հայկական կողմի լռությանն էլ կխնդրեմ անդրադառնալ, ինչու առ այսօր, եթե Վալոդիա Գրիգորյանի դեպքում կան ցավակցական խոսքեր, կա արձագանք, բայց Բորիս Ավագյանին կարծես թե չեն ուզում, որովհետև արձագանքները չեն ընդհանրապես արձագանք, նայեք, որովհետև Վալոդիա Գրիգորյանը ըստ էության բոլորը ճանաչում են, թե ինչի արդյունքում վերջինս հաղթեց եւ դարձավ համայնքի ղեկավար։ Այսինքն ճանաչող մարդիկ կան։ Եվ սա ակնհայտ բան է, որ եղել է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այո։ Մյուս դեպքի համար մարդիկ վախենում են խոսեն, ուղղակի վախենում են, բայց չգիտեմ, արդյոք չգիտեմ, դիվանագիտության պատմության մեջ եղել է տենց դեպք, որ մարդը գնա հյուպատոսարան, ունդեղ զուգարանում, ասինքն անտերություն է դիրը, սրանք հյուպատոսությունը պատկերացնում են կարմիր համարով ավտո քշելը, մեկ էլ որոշակի առավելություններ մեր հարկատուների հաշվին Հայաստանի հյուպատոսը ընդեղ ստանում է։ Այսինքն, այս ինչ անտերություն է տեղ եղել, անտերություն, որ մարդը 50 րոպե մեղադրել է, դատարանից փախել է, ամբաստանյալ է, եկել է եւ այսինքն դու առանց պահպանության, բավ հյուպատոսարան անտերություն, այդտեղից է թողել փախներ, հիմա ՌԴ իրավապահ համակարգին ինչ էին ասել տեղից է փախած, ի վերջո ինքը եկել է իր երկրի տարած, բայց ինքը ունի կարգավիճակ ունի, իր վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռնված դատարանը գնաց, այսինքն չկա սենց բան։ Այստեղ բոլորը լուռ են, որտեվ այստեղ մենակ անշարժ թեմաներով կարող է խոսան, ասեն դուրս գան, ասեն 50 տարանք սովորացրեցինք շոր կարել, Վարսիկի հարսին ասեցինք չադրատ գցի դու արդեն ազատ կին ես, կամ ասեն գնան միտեղ 50 հոգով հավաքվեն սենց անեն, կամ երբ որ Արցախը շրջափակման մեջ էր ոչ մի ապրանք չէր գնում, գնային ՄԱԿ-ի գրասենյակի կողքը ալյուր հավաքեն, այդ ալյուրը վերջը որտեղ հաց թխեցին, պարզ չի, որտեղ այդ ալյուրը, այսինքն հոտային միջոցառումների մասնակցել, բայց որևէ մեկը
չի ուզում ասի մի բան, որ հանգարց իրան չքարկոծեն, հանգարց ինչ-որ գործող իշխանության թաթը չտրորի, նախկինի թաթը չտրորի, ապագայի թաթը չտրորի, իրավապաշտպանը երբևէ չպետք է վախենա որևէ բանից, որովհետև դա աշխատանք չի, դա ապրելակերպ է եւ առաքելություն է։ Հա, ես իմ համար անհասկանալի ցավալ է եւ այդ հրաժարականների շարքում արտգործնախարարն էլ բնականաբար պետք է ընդգրկվի, որտեղ արտգործնախարարության մի ամսվա մեջ մի ներկայացուցիչը լրտեսա Այն մի հյուպատոսարանն էլ ոնց որ գյուղի կլուբը լինի մեծ զամոկով, որ չխկլը բաց, չխկլը փակ։ Այդ մարդը դանակը հետներ անցկացրել, որ գնացինք իրան մորթեց։ Հյուպատոսարանս կե ականջի չոք չես կարող անցկացնես։ Խայտարակություն։ Սա խոսում է մեր երկիրը քանդվում է։ Սա խոսում է նրա մասին, որ բացառիկ ամենաթողության փուլ ենք մենք մտել։ Եվ որևէ մեկս ապահովագրված չենք։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ զրուցում ենք իրավապաշտպան Մարինե Պողոսյանի հետ։